Եկեղեցին միշտ եղել է առաջնորդ եւ այդպես էլ պետք է լինի մեր հայոց պատմության մեջ։ Ես եկել եմ այսօր մեր եկեղեցու շահերը պահպանելու, մեր հայ ազգի շահերը պահպանելու։ Չգիտեմ, ցանկացած հայ պետք է իմանա, որ բոլոր նեղ ժամանակներում եկեղեցին կանգնած էր իրենց կողքին։ Եկեղեցին մեզ դավաճան չէ։ Թող Նիկոլն էլ աման չի իր արարքների համար։ Զարմանում եմ, ինչպես կարելի էր ընտրել մի թուրքի, որը դագաղներ էր, դատարկ դագաղներ էր բերում։ Ափսոս ես այդ ժամանակ Հայաստանում չէի։ Կներեք, շնորհակալություն։ Ձեր կարծիքով ինչու է հիմա եկեղեցին պաշտպանելու եւ վեհապարի կողքը կանգնելու անհրաժեշտություն առաջացել։ Որովհետև երկիրը տանում են կործանման, երկիրը տանում են կործանման, թրքացման, իսկ մեր ամբողջ պատմությունը, որ նայում եք, նորից կրկնվում է, ինչքան մարդկանց անտուն թողեց, Արցախցին ինչու է այսօր անտուն, միթե մենք չենք տեսնում, որ Արցախն էր մեր հենարանը, եկեղեցին է մեր հիմնական սյունը, ինչպես կարելի է Տաշիր Սամվել Կարապետյանին ձերբակալել, ինչու համար։ Որ ժողովրդի շահերն էր պաշտպանում, եկեղեցու շահերն էր պաշտպանում, իրենք միայն դղյակներ են կառուցել, Արլեն Սիմոնյանը, մյուսները, ինչ մակարդակ ունի մեր ազգային ժողովը, մի հատ նայեք կողքից, ես Շվեդիայում եմ ապրում, երբ որ նայում եմ ինչեր է կատարում մեր Հայաստանում, ամանչում եմ, որ մեր ազգին այսքան ծնկի բերեցին մի խումբ թափթփուկներ։